Քնելուց առաջ ասա Աստծուն այս 4 խոսքերը, հատկապես վերջինը. Մի անջատիր լույսը, քանի դեռ չես արտասանել դրանք, այս խոսքերը խաղաղություն կբերեն քո տուն եւ հանգստություն քո սրտին։ Դրանք կարդալուց հետո դու կքնես Աստծո ներկայության լռության մեջ եւ կարթնանաս նոր հույսով։ Առաջին, շնորհակալություն։ Կանգ առ եւ մտածիր, թե այսօր ինչի համար կարող ես նրան շնորհակալություն հայտնել։ Տեր, շնորհակալ եմ քեզ, որ այսօր ինձ հետ էիր։ Շնորհակալ եմ այն տան համար, որտեղ կարող եմ հանգստանալ, այն տանիքի համար, որը պաշտպանում է փոթորկից։ Շնորհակալ եմ խաղաղության եւ հանգստության համար, որ պարգևում ես իմ ընտանիքին։ Երկրորդ, պաշտպանություն։ Խնդրում եմ, պահպանիր ինձ եւ իմ հարազատներին։ Պաշտպանիր մեզ ամեն տեսակ չարից, վախից եւ անհանգստությունից։ Թող քո սուրբ հրեշտակները շրջապատեն մեզ այս գիշերև։ Քո հովանու տակ պահապան լինեն մեր քնին։ Երրորդ, վստահություն։ Գիտեմ, որ վաղվա օրը քո ձեռքերում է։ Քեզ եմ հանձնում ինձ, իմ ընտանիքը եւ իմ ամբողջ ապագան։ Քեզ հետ ես, ոչնչից հետ ես։ Ոչնչից չեմ վախենում, քանի որ քո սերը իմ խաղաղությունն է։ Չորրորդ, ներում, ամենակարևորը։ Տեր, շնորհակալ եմ քեզ քո ներման համար։ Ների՛ր ինձ իմ բոլոր մեղքերը, գիտակցված եւ չգիտակցված։ Հեռացրու իմ սրտից անհանգստությունն ու կասկածները։ Հպվիր ինձ, հպվիր ինձ, հպվիր ինձ, հպվիր ինձ։ Հպվիր ինձ քո ողորմությամբ, բև պարգևիր խաղաղ քուն։ Գիտեմ, որ վաղը քո ողորմությունը նոր կլինի։ Ամբողջ փառքը քեզ, Տեր։ Ով կգրի ամեն եւ կկիսվի այս աղոթքով, կբացի երկնքի օգնության դռները իր եւ իր հարազատների համար։ Ասում եմ, որ հրաշքը գալիս է հենց այն ժամանակ, երբ մենք աղոթքը կիսվում ենք ուրիշների հետ։